Այսօրվա խոսքս, որ կազմել եմ վերնագիր ունի, այսօր է փրկության օրը, եւ կուզեմ խոսքս սկսել 2 Կորինթացիս 6-րդ գլխի 2-րդ խոսքից, որովհետեւ ասում է. «Ընդունելի ժամանակը քեզ լսեցի, եւ փրկության օրը քեզ օգնեցի։ Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը»։ Սիրելիներ, մարդկային կյանքը շատ կարճատև է եւ անկախատեսելի։ Ամեն ժամ, րոպե եւ վայրկյան մեզ հետ կարող է ինչ-որ բան տեղի ունենալ, որոնց մասին ոչ մեկ չգիտի եւ անգամ պատկերացում չի էլ կարող ունենալ։ Մարդիկ մտածում են, որ դեռ ժամանակ ունեն։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Աստվածաշունչը մեզ զգուշացնում է, որ այդ հարմար ժամանակը հենց հիմա է։ Փրկության օրը վաղը չէ, այլ այսօր։ Աստվածաշունչը պարզ ասում է, որ մենք բոլորս մեղավոր ենք։ Ադամի գործած սխալից մեղքը մուտք գործեց աշխարհ, եւ դրա հետևանքը եղավ մարդու բաժանումն Աստծուց։ Բայց Աստված իր մեծ սիրով մեզ համար ճանապարհ է բացել։ Հիսուս Քրիստոսը մեր մեղքերի համար վճարեց իր այրամբ։ Նրա մահը խաչի վրա բացեց փրկության դուռը։ Եվ հիմա Աստված յուրաքանչյուրիս հրավիրում է իր մոտ գալ։ Շատ մարդիկ կարծում են, որ դեռ ժամանակ ունեն ապաշխարելու համար։ Նրանք հիմնականում ասում են այսպես. ես դեռ երիտասարդ եմ, դեռ ապագայում ժամանակ կունենամ Աստծուն դիմելու։ Որոշ մարդիկ ասում են, որ իմ գործերը այնքան շատ են, երբ հանգիստ լինեմ, նոր Աստծո հետ կշփվեմ։ Որոշներն էլ ասում են, որ իմ կյանքը լի է մեղքերով եւ Աստված ինձ չի ների, եւ նմանատիպ լիքը մտածելակերպեր ունենք։ Բայց այս մտածելակերպը, սիրելիներ, շատ սխալ է, շատ վտանգավոր է, որովհետեւ ոչ մեկ չգիտի, թե վաղը ինչ կլինի։ Որովհետեւ այս կյանքը անկախատեսել է եւ ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ վաղը ինքը ժամանակ ունենա ապաշխարելու։ Աստվածաշունչը նաեւ զգուշացնում է Հակոբոս 4:14-ում, խնդրեմ բացենք. Դուք, որ վաղվա օրը չգիտեք, ինչ է ձեր կյանքը, մի գոլորշի է, որ մի կարճ ժամանակ երևում է, իսկ հետո անհետանում։ Իսկապես մեր կյանքը գոլորշու նման է եւ ամեն պահի կարող է անհետանալ։ Դրա համար մենք պետք է միշտ պատրաստ լինենք։ Մենք պետք է ընդունենք Աստծուց ուղարկված այդ փրկությունը։ Իսկ ինչպես ընդունենք այդ փրկությունը։ Նախ կուզեմ ասեմ, որ դա Աստծո կողմից նվեր է մեզ եւ դրա համար պետք է մենք յուրաքանչյուր մարդ պետք է ընդունի նախ այդ փրկությունը, բայց դրա համար ես առանձնացրել եմ 4 հիմնական կետեր, որոնք կարևորություն են փրկություն ընդունելու համար։ Առաջինը դա ընդունել, որ մեղավոր ենք։ Երկրորդը հավատալ, որ Հիսուս Քրիստոս մեր փրկիչն է։ Երրորդ կետը ապաշխարել եւ չորրորդը ընդունել Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, որտեղ Հովհաննես 1:12-ում արդեն Աստծո խոսքն ասում է. Կարդանք այդտեղ Հովհաննես. Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան եւ հավատացին նրա անվանը, իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու։ Երբ մարդը ընդունում է Հիսուս Քրիստոսին, նրա կյանքը փոխվում է։ Աստված նրան ընդունում է որպես իր զավակ եւ մեր բոլորիս մեղքերը ներվում են եւ մեր կյանքը ամբողջությամբ փոխվում է։ Արդեն նոր կյանք ենք մենք ապրում Տիրոջով։ Ինչպես գողը խաչի վրա վերջին պահին ընդունեց Հիսուսին եւ փրկություն ստացավ, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրը կարող է այս պահին իր որոշումը կայացնել եւ ժառանգել այն հավիտենական կյանքը, ինչը որ Աստված է մեզ խոստանում իրեն հավատալուն։ Քեզ ընդամենը մեկ քայլ է անհրաժեշտ։ Եթե ցանկանում ես քո կյանքը հանձնել Հիսուս Քրիստոսին, աղոթիր։ Մի հետաձգիր այդ որոշումը, որտեղ Աստված այժմ կանչում է մեզ բոլորիս։ Եվ կխնդրեմ կանգնենք եւ միաբան աղոթենք բոլոր այն մարդկանց, ովքեր այժմ կանգնած են այս խնդրի առաջ եւ օգնենք նրանց մեր աղոթքներով։ Տեր իմ Աստված, շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Շնորհակալ ենք քո այդ մեծ սիրո համար, Տեր իմ Աստված, որ անգամ մեր այս մեղավոր կյանքը ապրելու հետ մեկտեղ, Տեր ջան, դու մեզ սիրում ես եւ մեր առջեւ դուռ ես բացել քեզ մոտենալու, քո հետ ապրելու համար, Տեր։ Շնորհակալ ենք քո այդ մեծ սիրո համար։ Տեր, խնդրում եմ նաև բոլոր այն իմ քույր եղբայրների համար, ովքեր կանգնած են այս դժվարին որոշման առաջ, ովքեր որ սխալ մտածելակերպ ունեն, Տեր, ովքեր չեն գիտակցում կարևորությունը քո, Տեր, խնդրում եմ դու դիպչես նրանց ամենքի սրտերին։
օգնես նրանց իրենց որոշումը կայացնելու, Տեր, թող նրանք հասկանան, թող նրանք ընդունեն քո փրկությունը, Տեր, որ դու բոլորիս նվիրում ես, Տեր իմ Աստված։ Խնդրում եմ առաջնորդես, խնդրում եմ օգնես բոլոր տկարներին, Տեր։ Աղոթում ու խնդրում ենք քո սուրբ ու զորավոր անունով։ Ամեն։